Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Պաշտպան հայրենիաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանին եւ մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք նայել դիտել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Նմանապես։ Պարոն Սաֆարյան, սկսենք իշխանություն եւ եկեղեցի այս խառաքաոսային իրավիճակը եւ կարծես թե ամեն նոր իր գրառումներով Նիկոլ Փաշինյանը հնարավորություն չի տալիս թափվելու, ինչ որտեղ հասկանալու, դրան հակառակը կարծես թե մայիսի 29-ից հետո մենակ 3 Մայրաթոր Սուրբ Էջմիածինը փաստորեն որոշեց այս լռությունը խախտել եւ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որ եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով եւ փորձ է լռեցնելու եկեղեցու ձայնը եւ նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։ Նիկոլ Փաշինյանը պահանջում է փաստորեն, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հստակ պարզաբանի, արդյոք Գարեգին կաթողիկոսը խախտել է կուսակրթության ուխտը, զավակ ունի թե ոչ, եւ այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելորեն։ Այս ամենի մասին ձեր կարծիքը։ Ինքս լինելով 2018-ից մինչև այսօր բոլոր իրադարձությունների ակտիվ մեկնաբանողներից մեկը եւ պատերազմի եւ ինչու՞ չի մեր երկրի ներքաղաքական կյանքի արտարադատության համակարգի կրթական ոլորտի անվտանգային խնդիրների նաեւ հիմա Աստորեն ստիպված ենք լինելու անդրադառնալ մի խնդրի, որը կարծեք թե խնդիրը վաղուց կար։ Խնդիրը կար ոչ թե 2018 թվականից այս կողմ, այլ խնդիրը կար դեռևս 90-ական թվականներին։ Գաղտնիք չի, որ երջանկահիշատակ լուսահոգի Վազգեն Վեհափարը իրենով մարմնավորում էր հայ եկեղեցու ավելի քան 1.5 հազարամյակի լավագույն ավանդույթները, կանոնակարգային բոլոր ուրեմն նորմերը հայ եկեղեցու։ Ինչ խոսք իրեն հաջորդած մյուս լուսահոգի Վեհափարը Գարեգին առաջինը աչքի էր ընկնում իր բացառիկ գրագիտությամբ եկեղեցու կանոնների, եկեղեցու աստվածապետական նորմերի բացառիկ մեկնաբանությամբ, լինելով նաև Կիլիկիոտան տիրակալ, բայց տեղի ունեցավ այն ինչ որ սպասելի էր, որովհետև անձեն աչքով էլ 90-ական թվականներին արդեն երևում էր, որ մեր հայ առաքելական եկեղեցին սպասարկող հոգևոր դասը եւ նրա բազում ներկայացուցիչներ մեղմ ասած չեն ներշնչում այն վստահությունը կամ չունեն այն հոգևոր արժեհամակարգը, որը կարող է մեր ժողովրդի ուրեմն շրջանում հայ առաքելական եկեղեցու հանդեպ հավատը ոչ թե ամրապնդի, հավատը կա, այլ ավելի ուժեղացնի, այլ հայ առաքելական եկեղեցին դարձնի հասարակության մեջ ամենակարևոր բարոյական եւ հոգեվոր արժեքների կրող կազմակերպությունը։ Ես բոլորդ գիտեք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի անձի հանդեպ եւ նրա գործունեության հանդեպ ունեմ տարբեր մոտեցումներ շատ հարցերի շուրջ, բայց երբ որ Վազգեն Վեհափարի մահից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը փորձ արեց միացնել հայ առաքելական եկեղեցու երկու նվիրապետությունները, ես ինքս դրան կողմ էի, որովհետև Կիլիկիո աթոռի վերջին գահակալը Սահակ Խաբայան Վեհափարը Արևմտյան Հայաստանից տեղափոխվելով Լիբանան այնտեղ մահացավ, մահկանացուն կնքեց եւ քաղաքական ուժերի դրդմամբ ասեմ կամ քաղաքական ուժերի
նախաձեռնությամբ ստեղծվեց Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսությունը։ Ինչ խոսք դա ունի իր խորը պատմական արմատները, իր խորը ազգային, ավանդական, քանի որ Եգիպտոսում, Մերձավոր Արևելքում, Եգիպտոսում, Հորդանանում եւ հատկապես Սիրիայում, Լիբանանում, ինչու՞ չէ նաեւ դեռևս Թուրքիայում կային 100,000-ավոր հայեր մեր հայրենակիցները եւ հարաբերությունները մեղմ ասած մայրաթորի հետ սառն էին։ Սա զուտ պատմական ակնարկի առումով գալով 90-ական թվականներին եւ հատկապես մեր օրերին 2018 թվականին, երբ գնալով ավելի ահագնացավ այս խնդիրը, այս թնջուկը, մեղմ ասած հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սպասավորներ, ես նկատի ունեմ բարձր դասի բազմաթիվ սպասավորներ, վարդապետներ, եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ, թեմակալ առաջնորդներ, մայրաթորի բազմաթիվ ուրեմն բարձր դասի ներկայացուցիչներ, ընդհուպ նաև Գարեգին վեհափառը շեղվել են հայ առաքելական եկեղեցու կանոնակարգային, բարոյական եւ մեր առաքելական եկեղեցու ներհատուկ ավանդական բազում որակներից։ Հայ եկեղեցու կառավարման բազմաթիվ կանոնակարգային ուրեմն դրույթներից։ Գաղտնիք չի, որ ավելի քան 100 տարի, երբ հայ առաքելական եկեղեցու տերերը, հոգևոր տերերը, հատկապես Գարեգին վեհափառը չեն հանդուրժում որևէ ուրեմն այլընտրանքային խոսք, չեն հանդուրժում որևէ կառուցողական մոտեցում, որևէ եպիսկոպոսների կամ որևէ այլ մարդկանց կողմից, որոնք իրենց հոգևոր ծառայությունը շարունակում են մայրաթորի ուրեմն հովանու ներքո, այսինքն ամբողջ հայ առաքելական եկեղեցու, այսպես ասած, եթե չասեմ կառավարման, համենայն դեպս հոգևոր գործունեության ճանապարհին։ Եվ ես դա լսել եմ բոլորից։ Ես դա լսել եմ առնվազն մի քանի փայլուն հոգևորականներից, որոնք ունեցել են եւ արքության աստիճան, եւ եղել են թեմակալ առաջնորդներ, եւ եղել են նաեւ առաջնորդական տեղապահներ, եւ եղել են նաեւ կաթողիկոսական տեղապահ, եւ եղել են նաեւ վարդապետներ, հոգևոր հայր սուրբեր եւ այլ։ Այն, որ Փաշինյանը անթակույց կերպով հարձակվել է եկեղեցու վրա, ես չի ասի եկեղեցու վրա, այլ եկեղեցու ուրեմն հոգևոր դասի բարձր ներկայացուցիչների վրա, ընդհանուր ներառյալ նաև Ամենայն Հայոց Հայրապետը, ինչ խոսք խորքի մեջ կան ուրեմն լուրջ փաստեր։ Լուրջ փաստերը վերաբերում է նրանց ուրեմն կյանքի երկվությանը։ Գաղտնիք չի, որ մեր եպիսկոպոսած դասի բազում ներկայացուցիչներ ունեն նաև ստվերային ընտանիքներ։ Եթե կհարցնեք, կասեք պատասխանատու հայտարարություն եք անում, ես կասեմ, որ ես կարող եմ, քանի որ եթերից խոսել է եւ անուն ազգանուններ տալը, կարծում եմ այդքան էլ շնորհաշահատ գործ չի եւ վերջին հաշվով ես չեմ իշնի այդ մակարդակին, ասեմ քերակնոջ կամ անբարոյական զավակի եւ այլ, բայց ես պիտի ասեմ, որ այո կան։ Ցավոք սրտի կան։ Ցավոք սրտի վեհափառի հետ կապված խոսակցությունները գնալով նոր թափ է ստանում։ Այսինքն սրանով դեռ չի ավարտվել, ինչպես Փաշինյանն էր ասում, դա շարունակական է լինելու։ 80-ական թվականներին բոլորն էլ գիտեն, որ հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ թեմակալ առաջնորդներ եւ եպիսկոպոսած դասի բազմաթիվ ներկայացուցիչներ ունեն ուրեմն արտահամուսնական կապեր շատ եւ շատերը, եւ որոնք ունեն նաեւ զավակներ, որտեղ նաև բացառություն չի կազմել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, կաթողիկոսական փոխանորդ Գարեգին ուրեմն Ներսիսյանը, ներկայիս Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Եվ փակագծերը արդեն բացված է, ես պիտի ասեմ, որ նաև կապված Գարեգին երկրորդի եթե չասեմ այլասերվածության, համենայն դեպս դրա գնահատականը պիտի տա եկեղեցին, ելնելով իր կանոնակարգային խիստ
ուրեմն դրույթներից, որ նա ունի արտահանությունական զավակ, որ նա ունի արտահանությունական, որ նա ունի ստվերային կյանք կանանց հետ կապված, դա բացառություն չէ, դա 100% ճշմարտություն է։ Պարոն Սաֆարյան, նորից եմ ասում, սա հայտարարություն է, սա ձեր դիրքորոշումը է, ես պատրաստ եմ ասելու, եւ այս բոլոր բաները ճշտել եմ եւ հիվանդանոցներից, ծննդաբերությունների ժամանակ եւ տարբեր ընդամենը, բայց քանի որ դուք գիտեք, որ ես չեմ ուզենա այդքան իջնեմ, ես պիտի ասեմ հետեւյալը, որ եթե վարչապետին Նիկոլ Փաշինյանի բարձրացած աղմուկը համարում եք։ Այո, համարում եմ տեղին, բայց տեսեք ինքը այդ խոսույթը ես չեմ ընդունում։ Խոսելու նման վարվելակերպը, խոսելու բարեկիրթ վարվելակերպի իսպար բացակայությունը պատիվ չի բերում կառավարության ղեկավարին։ Գիտեք, էլի կային հարցազրույցներ, ունեցել եմ տարբեր ուրեմն հարթակներում խոսք եմ ասել եւ ասել եմ, որ հայ առաքելական եկեղեցին ինչ խոսք դարերի ընթացքում ունեցել է հրաշալի հոգեվոր առաջնորդներ, ինչ խոսք ունեցել է նաեւ հոգեվոր առաջնորդներ, որոնք միահայծան կերպով կամ շատ դեպքերում անտեսել են մեր ժողովրդի շահերը։ Եվ ես չեմ լինելով պատմաբան, քանի որ ես հայ եկեղեցու պատմությունը պիտի ասեմ եւ ոչ միայն հայ եկեղեցու հոգեվոր դասի, հոգեվորականության, կղերականության, մեր կաթողիկոսների, թեմակալ առաջնորդների, հայ առաքելական եկեղեցու տարբեր թեմերի պատմությունը գիտեմ ոչ պակաս քան անձամբ իրենք, ես պիտի ասեմ, որ ժամանակին նրանք շատերը պիտի ասեմ նաև ունեցել են մեղմ ասած ոչ բարոյական վարքագիծ։ Ինչ խոսք այլևս չեն խոսում, որ նրանց մոտ նաև այլընտրանքային խոսքը եւ նաև ավելի ազգային լինելը հետապնդվել է։ Բոլորս գիտենք Մովսես Խորենացու հանդեպ անգամ նրա գերեզմանին հանգիստ չի տվել հայ եկեղեցին։ Բոլորս գիտենք, ինչքան էլ ասենք Գեորգ 5-րդ Սուրենյան վեհափառը ասել է մենք պիտի Սարդարապատը չթողնենք, ես պիտի Էջմիածնում մնամ, բայց 13 թվականին երբ որ Կոմիտաս վարդապետը Արեմտյան Պոլսից եկել է ունենալով գուսան երգչախումբը եկել է որ Էջմիածնից օգնություն տանի եւ նոր աշակերտներով լցնի գուսան երգչախմբի կազմը Գարիկ Մաթեոս Իզմիլյանից հետո վեհափառ Սուրենյանը Կոմիտասին ընդամենը տեսնում է Գեորգյան ճեմարանի մոտ եւ հարցնում է երբ ես եկել ու երբ ես գնում եւ դա եղավ Կոմիտասի եղերական վերջին, այո, ճակատագրական կյանքի վերջին 20-ամյակի սկիզբը դրվեց հենց այդ նրա այդ խոսքով։ Ինչ խոսք ունենք նաև փայլուն եկեղեցականներ եւ գիտեք եւ ընդամենը 30-ական թվականներին, որ այսօր շատ-շատերը երանի են տալիս Ստալինի ժամանակներին եկեղեցի պետություն հարաբերություններին, բոլորս գիտենք, որ Արարատյան Հանրապետական թեմի առաջնորդ կաթողիկոսական տեղապահը, որը ընդամենը մի քանի ամսվա թե տարվա կաթողիկոս էր, Խորեն Մուրադբեկյանին հատուկ ծառայություններ ինչպես խեղդեցին Սավանով։ Այնուհետև գահին բազմած Գեորգ 6-րդը ինչպիսի փայլուն գործունեություն ծավալեց եւ իր մահից հետո գահին բազմեց ուրեմն Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Վազգեն վեհափառը կամ Վազգեն Պալչյանը։ Այս բաները ինչու համար եմ ասում, որ եղել են եւ սխալներ, այո, ինչու՞ չի նաեւ եկեղեցու շատ սպասավորներ եղել են եւ խորհրդային հատուկ ծառայությունների եւ այնտեղ որտեղ եղել են թեմակալ առաջնորդներ այդ երկրների հատուկ ծառայությունների ուրեմն տեսադաշտում կամ մեղմ ասած նաեւ կատարել են նրանց անգրկված են եղել գործակալական ցանցի մեջ։ Ասել, որ եկեղեցին մեր պետության բացակայության ժամանակ հայ ժողովրդի խաղացել է պետության դեր, ես դա կտրուկ արգելում եմ եւ համարում եմ ներողություն եմ խնդրում, համարում եմ մեծագույն կեղծիք, համարում եմ վտանգավոր արտահայտություն, որովհետեւ այդպիսի բան երբեք չի եղել։ Եկեղեցին երբեք իր շահը հայրենիքից ցածր չի դասել։ Ընդհակառակը մեր այսպես ասած անուն հանած հնչեղ վեհափառները ժամանակի միշտ պայքար են մղել, որպեսզի տասանորդը դարձնեն 20% մուծվող հարկերը։ Պայքար են մղել, որպեսզի
մեր դերատե աղջիկներին ավելի շատ տանեն ուսանոցները, փոխանակ բազմացնելու, փոխանակ ընտանիքներ կազմելու եւ այլը։ Կատակ կա, ասում են, այդ եթե վեհապարը ունի երեխա, ապա ազգի բնակչությունը ավելացել է եւ այլ, դա իհարկե սարկազմի եւ հումորի ոճից է, այդպիսի բան եթե անեին, ասենք, մեկ ուրիշները, որոնք չունեն հոգեվոր կյանք եւ չունեն հոգեվոր կյանքի խստապահանջ կանոններ, սա այլ բան է։ Բայց ես պիտի ասեմ, որ ցավոք սրտի կառավարության ղեկավարի թիրախավորումը հայ առաքելական եկեղեցու բազում, ոչ միայն բազում, կոնկրետ նաև անձերի նկատմամբ իզուր տեղը չէ։ Նաև Գարեգին երկրորդի գործունեությունը անաչառ չի, սկզբունքային չի հայ առաքելական եկեղեցու նորմերին եւ նաև նա հետեւողական չի ինքը նաև շատ եպիսկոպոսների հանդեպ։ Մի հասարակ բան ասեմ, բավական է ասեմ, որ Բագրատ Սրբազանի հանդեպ նրա մոտեցումը բավականին տարընթերցումների առիթ տվեց, նա պիտի չողջուներ այդ շարժումը, ընդհակառակը նա պիտի կարգալույծ աներ Բագրատ Սրբազանին եւ նա պիտի դառնար Վազգեն Գալստանյան, կարգալույծ արված որպես աշխարհիկ անձնավորություն եւ վեհապարը շատ վատ հայտարարություններ արեցին եւ վեհապարը ոչ միայն հայտարարություն արեց, այլ բոլորս գիտենք հրաժարականը ստվերայի մութ հանդիպումներ նախորդ ուրեմն իրենց պիտանելիության ժամկետն անցած երկրի ղեկավարների հետ մեկտեղ եւ այլն։ Այստեղ խնդիրը այլ բան է, որ այդ ժամանակ էլ կառավարության ղեկավարը պիտի շատ խիստ լիներ, նա պիտի պահանջեր պարտադիր կերպով, պիտի ավելի շուտ աներ, նա պիտի պահանջեր, որպեսզի նա օր առաջ կարգալույծ աներ Բագրատ Սրբազանին, հակառակ դեպքում նա պիտի Գարեգին երկրորդին հռչակեր օրենքից դուրս։ Ինչքան էլ մենք ասենք եկեղեցին ունի ինքնուրույն գործավարքային, կանոնակարգային, ուրեմն կետեր ինքնուրույն գործելու համար, բայց եկեղեցին չի կարող իրեն դասել օրենքից վեր։ Այո, ամենայն հայոց կաթողիկոսը անձեռնմխելի անձնավորություն է, երբ որ ասում են, չէ, անգլիացիք ասում են sacred cow, չէ, անձեռնմխելի իր, բայց դա չի նշանակում, որ նրա գործունեությունը պիտի թափանցիկ չլինի, նրա գործունեությունը պիտի լինի տրանսպարենտ։ Եթե նրա գործունեությունը չեղավ տրանսպարենտ, ապա իմաստ չունի, որ նա լինի հոգևոր առաջնորդ, որտեղ հոգևոր առաջնորդի ամեն մի նախադասությունը, ինչպես ասում են, պիտի լինի բերանից դուրս եկածը, պիտի լինի մանանային հավասար երևույթ։ Նրա ցանկացած հորդոր, նրա ցանկացած խրար, նրա ցանկացած քարոզ պիտի լինի շատ բարձր առաքինությամբ տոգորված։ Ասեմ հետևյալը, նաև մեր մշակույթի հանդեպ էլ եկեղեցին չունի այդպիսի մի մեծ, չգիտեմ, մոտեցում, Կոմիտաս վարդապետի հետ եկեղեցու տարաձայնությունների իմաստը եղել է նա, որ մեր շարականները, սաղմոսները, տաղարանները, շատ բաներ եկեղեցին յուրացրել է, եկեղեցին չուներ դրա իրավունքը, եկեղեցին սեփականաշնորհել է, դրանք ժողովրդական են, եկեղեցին յուրացրել է նաև հայ հեթանոսական, ուրեմն աշխարհի բազմաթիվ տոներ, ես կարող եմ մի քանիսը ասել, Տիարն դարաչը, ես կարող եմ ասել մատաղը, կարող եմ ասել վարդավառը եւ էլի տոներ, տեսեք, գիտեք, մեր ժողովրդին թվում է, թե որ ասում ենք հեթանոս, դա նշանակում է բազմաստվածություն։ Ոչ, հեթանոսը դա էթնոսն է, լատիներեն հեթանոս, հիթնս, չէ, անգլերեն էլ չէ, ասեմ հիթնես։ Բայց ես պիտի ասեմ, սա է, որ պիտի եւ շողակաթով, եւ, չգիտեմ, հանրային հեռուստատեսությամբ, ես չգիտեմ, դրանք ինչու համար են վարձատրում եւ ինչու համար են գոյատևում։ Եթե ներկա պայմաններում չի հստակեցվում եկեղեցի եւ պետություն հարաբերությունները։ Կարծեմ սահմանադրության մեջ մի քանի հոդված կա, որտեղ հստակեցված է եկեղեցի եւ պետություն հարաբերությունները։ Եվ վարչապետի ուրեմն կշտամբանքները, կտանքները հայ առաքելական եկեղեցու հանդեպ, նախատինքները, եկեղեցու ներկայացու հոգևոր դասի հանդեպ, դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը հայ առաքելական եկեղեցու հանդեպ է այդ բաները ասում,
Տեսեք, եկեղեցու հանդեպ ասել եկեղեցին վերահացվեց Չուլանի, այդ նախադասությունը արդեն իսկ սխալ է։ Նա կարող է ասել այո, նա կարող է ասել տասնյակ եկեղեցիներ, տասնյակ վանքեր, նույնիսկ հարյուրավոր, որոնք գտնվում են խոնարհված վիճակում, չէ, խոնարհված եկեղեցիները այլ բան են, չգործող եկեղեցիները այլ բան են, չէ, կիսատ գործող եկեղեցիները այլ բան են, զբոսաշրջության համար եկեղեցիները, պատմական առումով, մշակութային առումով այլ բան են, բայց տեսեք, ախր ես տեսեք, այսօր էլ չէ, մեր եթերից այնպիսի իրարամերժ կարծիքներ են հնչում, թեկուզ քաղաքական դաշտում, չէ, հասարակական սեկտորում, որոնք դույզնիսկ պատկերացում չունեն մեր եկեղեցու եւ անցած ուղու մասին, եւ եկեղեցու հնարավորությունների, եւ կարողությունների, եւ նրա կանոնակարգի մասին, եւ նաեւ թե եկեղեցին ինչ պիտի անի, որ նեցուկ լինի մեր պետությանը։ Գաղտնիք չի, որ 2018 թվականից առ այսօր հայ եկեղեցու տերերը, ավելի ճիշտ Մայր Աթոր Սուրբ Էժմիածինը Հայաստանի կառավարության հանդեպ ունի ոչ կառուցողական մոտեցում։ Շատ դեպքերում անթակույց կերպով նրանք նաև պահանջել են Գարեգին II-ի ուրեմն բերանով պահանջել են կառավարության հրաժարականը։ Պատերազմից անմիջապես հետո կառավարության հրաժարականը կարելի է պահանջել միայն մեկ պատճառով, միայն մեկ դեպքում։ Կառավարության հրաժարականը կարելի է պահանջել միայն օրենսդրական ճանապարհով։ Կառավարության հրաժարականը կարելի է կառավարությանը հրաժեշտ տալ համապետական ընտրությունների միջոցով, եթե կարող են ապացուցել, որ կառավարությունը թերացել է իր գործունեության մեջ, հատկապես 20 թվականի պատերազմին, Տիկին Մարի, դուք չեք պատկերացնում, ես այս վերջին ամիսներին առնվազն հանդիպել եմ 10-20 գեներալների հետ, չեմ ուզում անուններ տալ, եւ ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ մենք 2020 թվականի պատերազմին կարող ենք դուրս գալ կորուստների ընդամենը 20%-ով, մարդկային կորուստների, իսկ տարածքների, տարածքների ամենաշատը 5-10% կորուստների զիջումով։ Եվ դա ինձ ասում են այնպիսի գեներալներ, որոնք հստակ կերպով պատկերացում ունեն եւ հրետանու մասին, եւ օդի մասին, եւ ռակետային զորամասերի մասին, եւ հետախուզության մասին։ Եվ գիտեք ինձ ինչեր են ասել շատ գեներալներ, որ Աշակ Կարապետյանը, որ այսօր Մոսկվայից վարահաճությամբ է զբաղված, մարդը լինելով հետախուզության վարչության պետ 16 թվականին, 2016 թվականի 400-օրյա պատերազմի ժամանակ չի իմացել իր տեղանքով, չի իմացել իր հետախուզական խմբերի գտնվելու վայրը։ Եվ այդ մարդիկ չեն կարող ինձ սուտ ասել, որտեղ ես այդ մարդկանց հետ ունեմ մի քանի տասնամյակների անցած ճանապարհ, որը նաև վերահացել ընկերության ու բարեկամության։ Էլի շարունակեմ։ Հայ եկեղեցու տերերը շահկապված են սերտորեն նախորդ կլանային համակարգի իշխանավորների հետ, նաև երկրի նախագահների հետ, եւ նրանք նաև արտահայտում են շատ դեպքերում Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների շահերը անթակույց կերպով։ Այնպես որ ես չեմ ուզենա այսքան շատ ցածրանամ, այսքան շատ իջնեմ, բայց որ հայ առաքելական եկեղեցին, հայ առաքելական եկեղեցու սպասավորները, հոգևոր ղեկավար դասը հոգևոր շեղվել է հայ առաքելական եկեղեցու եւ կառավարման եւ կանոնակարգային հարաբերությունների բազմադարյան ուղուց, դա պարտադիր է։ Մեկ այլ բան էլ պիտի ասեմ, հայ առաքելական եկեղեցու երկու կազմակերպությունները, որոնցից մեկը եպիսկոպոսաց դասը, որը համարվում է հայ առաքելական եկեղեցու բարձրագույն մարմինը, եւ նաեւ այսպես ասած հոգևոր խորհուրդը, որը կոպիտ այսպես ասենք, մեկը համարվում է, եթե կուսակցական սկզբունքով ասենք, մեկը համարվում է համագումար, կուսակցության համագումար, որը համարվում է բարձրագույն մարմին, մյուսն էլ համարվում է պլենում կամ խաղբյուրո։ Ուրեմն հոգևոր ժողովում կամ հոգևոր խորհրդում ընտրված են աշխարհիկ մարդիկ, այդ թվում ակադեմիկոսներ,
այդ թվում նախարարներ, այդ թվում գործարարներ, որոնց եթե կանգնեցնեք, հարցնեք, ասեք որն է աբեղան, որն է մայր աթոռը, կամ որն է առաջնորդանիստ քաղաքը, նրանք պատկերացում չեն ունենա։ Որն է կուսակրոն քահանան, որն է ավազանի անունը, որն է կնքահայրը, նրանք պատկերացում չեն ունենա։ Գալու եպիսկոպոսած դասին, ես պիտի ասեմ, մարդիկ եպիսկոպոսներ, որոնք հլուհնազանդ կատարում են Գարեգին II պատվերները, հրամանները ապօրինի կերպով հակաեկեղեցական, որոնք ոչ մի աղերս չունեն եկեղեցու կանոնադրության հետ։ Հիմա պարոն Սաֆարյան, եթե իմի բերենք այս ամենը, այս ձևով պետք է այս ամեն ինչը քննարկվեր, հանրայնացվեր, տեսեք, քննարկման նման խոսույթը եւ բանավեճի նման ձևաչափը, ինչ խոս ես այդ համատեքստը ես համարում եմ անընդունելի։ Գիտեք, Չերչիլը մի հանճարեղ բան է ասել, Ուինստոն Չերչիլը, որը կարծեմ քաղաքական գործիչների այդ մեծ պալիտրայի մեջ առնվազը հնգյակի մեջ մտնող մեծ պետական գործիչ է իր իմաստու մտքերով ասել է փողոցային ճամարտակողից պետական գործիչ լինելը, եթե ընտրությունների միջոցով իշխանություն ես վերցնում, ամեն մարդու չի հաջողում պետական գործիչ լինել։ Այդ փողոցային ճամարտակողին հենց այդպես անգլերեն ասում են էլի soap boxer, soap օճառի օճառ էլի պղպջակներ են էլի դրանք, այսինքն դառնում ես եւ ասում է նրանք ովքեր ընդամենը 1 օր գտնվում են իշխանության, բազմել են իշխանության, ուրեմն գահին աթոռին, ապա նրանք այլևս այնպես են գաղթակողում եւ որ այդ մոլուցքը թույլ չի տալիս նրանց ուրեմն ձերբազատվել այդ աթոռից։ Հիմա ամբողջ խնդիրը նա է, որ գաղափարախոսության առումով կարծես թե ԿՊ-ն այլևս ասելիք չունի մեր ժողովրդին։ Եթե խոսքը վերաբերվում է, ապա ես ավելի բաց եմ փակագծերը։ Տեսեք, 20-20 թվականի պատերազմից հետո կիսատ մնաց նախադասությունից կառավարության ղեկավարը խոսում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին։ Խոսում էր Արցախի հանրապետության անվտանգության եւ խաղաղության միջազգային չափորոշիչների, զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների մասին։ 21 թվականի հունիսի 20-ին գնացին նրանք այդպես համապետական ընտրությունների։ Ես ավելին ասեմ, ինչ է նշանակում լարելյան համաձայնությամբ տանել Արցախի կորուստը։ Ինչ է նշանակում կատարել ընդամենը սոցիալական կամ տնտեսական որոշակի խնդիրներ, որը որ կարելի է ասել մեր այդ մեծ վերքի վրա արցախցիների արտագաղթը։ Այո, արցախցիների ոչ միայն արտագաղթը, այլ համազգային վիշտը, համազգային աղետը։ Եվ այսօր էլ ես տեսնում եմ ազգային ժողովում ամենաբարձրաստիճան պաշտոնյաները կամ կառավարության մարդիկ երկնչում են Արցախ բառը օգտագործելուց։ Դուք լավ գիտեք, որ ես գրեթե Լեռնային Ղարաբաղ բառը չեմ օգտագործում, ես օգտագործում եմ Արցախ, օգտագործում եմ Արցախի հանրապետություն, օգտագործում եմ արցախցիներ, նաև հանձինս ինձ, չէ, այսինքն ինչ է նշանակում, եւ դա այսպես էլ պիտի լիներ, որովհետեւ ցեղասպանության զոհերի թվականակի հետ կախված, ցեղասպանության իրավական գնահատականի հետ կապված, երևակայական, պատմական եւ իրական Հայաստանի հետ կապված, կրթության նոր մոդելավորման, նորավոր կրթության հետ կապված, տեսնում ենք, որ հեղինակները, որոնք նախաձեռնել են այս, մեղմ ասած, իրենք չունեն այդ արժի համակարգը։ Գիտեք, պատմությունը ինքը շատ մեծ գիտություն է, շատ մեծ գիտություն է։ Այսօր էլ մենք ունենք ակադեմիկոսներ, որոնք ասում են հետ պատերազմյան, նկատի ունենալով երկրորդ աշխարհամարտից հետո։ Մարդկանց ուզում ես ասես այն կերն է, բալավ, այս տուրբուլենտային, փոթորկալից իրադարձությունները ձեր վրա չեն ազդել, ակադեմիկոս մարդ, դոկտոր, պրոֆեսոր մարդ ասում է հետ պատերազմյան, կամ չգիտեք, այնպիսի արտահայտություններ է ասում, ասենք, Պոլիսը մտցնում է Արևմտյան Հայաստանի մեջ, Կոստանդնուպոլիսը, չէ, ասենք, Ադանայի կոտորածները Արևմտյան Հայաստանի մեջ, երբ որ Ադանան արևմտահայություն է, չէ, եւ այնպիսի տգետ, անգարագետ, որոնք բազմել են եւ ակադեմիայի նախագահության աթոռներին, որոնք բազմել են զանազան ինստիտուտներին, այսօր էլ ես ձեզ ասեմ, ինչ եք ուզում մեր հասարակությունից,
մեր գիտահետազոտական ինստիտուտներում, հատկապես ակադեմիական, առնվազն, եթե ես չասեմ մի քանի հազար, համենայն դեպս բոլոր ինստիտուտների միասին վերցրած 1000-ից 1500 նվազագույնը անաշխատ աշխատողներ կան, ոնց որ ասում են, մեռած աշխատողներ կան, որոնք ստորագրում են եւ աշխատավարձ են ստանում։ Այսինքն մեր հասարակությունը բարոյալքվել է, մեր հասարակությունը Պարոն Սաֆարյան, մեր այլասերվել է։ Դուք ասացիք ԿՊ-ն նոր ասելիք չունի, ԿՊ-ն ասելիք չունի գաղափարապես, եւ Նիկոլ Փաշինյանը դրա համար այստեղ այս ստատուսով Ասեմ կարծես թե հետեւյալը, իրենց շուրջ այս ուշադրությունը եկեղեցին ունենալով մեծ մեղքերի մեծ բաժին, եկեղեցին չի կարող լինել կառավարման համակարգում կառավարության ղեկավարի ձեռքին գործիք, քանի որ եկեղեցու տերերը կապերի մեջ են մեր ռևանշիստական գործիչների հետ, նախագահների հետ, եւ դա եւս ավելի է զայրացնում Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանն էլ տեսնում է այն մեղքերը, տեսնում է եկեղեցու կողմից մեղմ ասած այն այլանդակ բարքերը, որոնք մտցրել են ոչ միայն ուրեմն Էջմիածնում, այլ նաև մեր հասարակության մեջ, գիտեք ինչ է նշանակում, մեր եկեղեցու հոգևորականների շատ-շատերը arczepiskoposներ, եպիսկոպոսներ, զենքերը, ատրճանակները կողքերին խփած ման են գալիս։ Կարող են մի տասնյակ հոգի թվարկել։ Այ եթե ավետարանով, նարեկով եւ աստվածաշնչով այդպես ման գան, ես ինքս կողջունեմ։ Վերջին հաշվով ես ինքս խռոված եմ անձնական շատ խնդիրներով, գիտեք, մեր եկեղեցու չգիտեմ, այդպիսի մի բան եմ ապրում անձնական, վիշտ եմ ապրում, բայց ես ինքս չեմ կարող չլնել հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Պետք է գտնել հաշտեցման եզրեր։ Այո, ես ինքս չեմ կարող չպաշտել հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ հայրենիների, բազմաթիվ կրոնավորների, որոնք իրոք ունեցել են անազնական կյանք։ Բայց ոչ թե պետք է գտնել հաշտեցման, այլ այս խոսույթը, այս հրաձգությունը, այս հրետակոծությունը կառավարություն եկեղեցի, տեսեք, իշխող քաղաքական ուժից մարդիկ են ելույթ ունենում, որոնք մեղմ ասած կրակի վրա յուղ են լցնում։ Բայց նաև մարդիկ են խոսում, որոնք մեղմ ասած կարելի է ասել խոսում են կառուցողական, այո, անուններ դարձյալ չտամ։ Եկեղեցու կողմից խոսում են մարդիկ, որոնք ունեն շնաբարո պահվածք։ Եպիսկոպոսներ, թեմակալ առաջնորդներ, որոնք մեղմ ասած ձեռի հետ զբաղված են հոգևոր գործունեությամբ։ Նրանց գործունեության հիմնական թիրախը, հիմնական նշանակետը հարստանալն է փողի առումով, ընչաքաղցությունն է, մոլուցքն է, շնաբարո կյանքն է, այլանդակություններն են, իսկ ձեռ հետ էլ զբաղվում են պատարակներով, ձեռ հետ էլ զբաղվում են թաղումներով, ձեռ հետ էլ զբաղվում են հոգեհանգստյան կարգ մատուցելով, չգիտեմ, ժամերկություններով, ես մի քիչ ճիշտ ասած։ Պարոն Սաֆարյանը, հավատացեք, որ այս հաղորդում այս հատվածները լսելով ձեր հանդեպ կլինեն եւ հարցակումներ, այսպես ասած, եւ կլինեն քննադատություններ ամեն դեպքում եկեղեցու կողմից, նույնիսկ հավատացյալ ժողովրդի կողմից կլինի, որտեղ ինքս էլ ես լսում եմ հիմա ձեր հայտարարությունները, ձեր, ասենք, մեկնաբանությունը, ձեր բնորոշումները, որպես քաղաքացի ինձ համարել է, որ լսում եմ հայ եկեղեցու մասին, հայ եկեղեցու մասին, հոգևորականների մասին, այսինքն ինչ որտեղ սա անընդունելի է հանրության կողմից եւ ավելի շատ այս պահին մենք ուզում ենք գտնել եզրեր գտնենք հաշտության, որտեղ մենք այն վիճակում չենք, որ հիմա թողնենք այս, ինչպես Նիկոլ Փաշինյանն ասում, այսպես չի, սրանով չի ավարտվելու։ Հիմա ես ասեմ իմ մոտեցումը հայ առաքելական եկեղեցու հանդեպ։ Հայ առաքելական եկեղեցին իմ համար մեր ժողովրդի սրբության սրբոցներից մեկն է։ Հայ առաքելական եկեղեցու կանոնները, կանոնակարգը եւ նրա որոշումները տասնամյակների դարերի ընթացքում մեր դպրոցների հետ կապված իմ համար համարում եմ ուրեմն կենսական նշանակություն եւ ունի ուղեցրային նշանակություն։ Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ ուրեմն սպասավորներ, սկսած վեհապարներից մինչև աբեղաններ, որոնց մասին ես կարող եմ փայլուն խոսքեր ասել,
հայ առաքելական եկեղեցու լավագույն գործիչներից մեկի Պորսո հայոց պատրիարքի Տեր Եղայանի պատրիարքական հուշերս շատ շուտով ես ինքս հանձնելու եմ տպագրության։ Ինչ անել այս իրավիճակից դուրս գալ, մեր ժամանակը ես կարծում եմ, որ կառավարությունը պարտադիր կերպով պիտի տուրք չտա այսպիսի հարձակումների, սա անթույլատրելի է, նման ոճը կառավարության ղեկավարը պիտի չունենա, պիտի չորդեգրի, որովհետև գիտեք ինչ, կառավարության ղեկավարը պիտի ունենա ուրեմն տեսլական, կառավարության ղեկավարը պիտի ունենա ծրագիր, եթե եկեղեցին, որը ես ընդունում եմ, դիրք եւ վստահություն, եթե եկեղեցին մեղմ ասած, մեր պետության եւ կառավարության հանդեպ ունի մեղմ ասած, ոչ կառուցողական եւ չի գտնում կոնստրուկտիվ դաշտում, ուրեմն նա կարող է այդ ամենը բերել կառուցողական դաշտ, ինչու՞ չնայել շատ դեպքերում հարթելով այդ հակասությունները, բայց եթե նրան օպերատիվ կառույցները կամ հատուկ ծառայությունները ասում են եւ այլ, դա անձնական կյանքից է, դա եւս դատապարտելի է։ Ինչու եմ ես դա ասում, տեսեք, մի անգամ ազգային ժողովի նախագահը մեկին կասի բռնեք երեսին թքեմ, մի անգամ ասում Միքայելյանը կհարձակվի Էդմոն Մարուկյանի վրա եւ նա պատգամավորական մանդատը վար չի դնի։ Մեկ այլ անգամ Արսեն Թորոսյանը ազգային ժողովի ամբիոնից անթույլատրելի կեղտոտ բառերով, որ նույնիսկ մենք ամոթ կզգանք կրկնել այդ բառերը, դիմում է, չգիտես, ազգային ժողովի պատգամավորներին կամ իրենց թուրք անվանողներին։ Մեկ ուրիշ անգամ համբալներ, շպիոններ, պատվալում սատկողներ, լափողներ եւ այլ, ուրեմն տեսեք, եթե կա այդպիսի բան, որ մեր պատգամավորների շպիոններ են, որ 5-րդ շարասյունը վարձատրվում է, ուրեմն մեր մեղմ ասած մեր երկրի ոչ բարյացակամ գտնող պետությունների հատուկ ծառայությունների կողմից, որ մարդուն անվանել են դավաճան երեսին թքելը, կա գործիքակազմ, իրավական առումով, դատական առումով, եթե այդ մարդիկ չեն հասկանում, որ կարելի է դիմել նրանց սաստելու համար, ուրեմն իրենք իրենց բարձունքներում չեն գտնվում, իրենք իրենց պաշտոններում չեն գտնվում։ Նիկոլ Փաշինյանի կողմից 18 թվականին եւ նրա մի շարք զինակիցների կողմից հռչակված եւ ազդարարված ոչ թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունը վաղուց ճաքեր է տվել, գաղափարական առումով հետադիմել է, նրանք, տեսեք, մի հասարակ բան, չէ, տեսնում եք, պետնախարար 3 չառաջ օրը մարզպետ է եղել, եկել է Երևանում մարզպետ, հանկարծ տեսնում եք մի $500,000 տուն է ծլում առինջում, եւ վաճառաբանությունը ո՞րն է, որ իմ եղբայրներս աշխատում են արտագնա բա եղբայրներդ 20 տարի արտագնա աշխատանքով աշխատում են, դուք նույնիսկ այդքան նյութական հնարավորություններ չունեցաք, որ Երևանում մի տուն վարձակալ եք, 2 սենյականոց բնակարան, այնինչ կառուցում եք $500,000 համարժեք վիլլա, մեկ ուրիշը այլ կառույցներ, մի հատ տեսեք այդ ջերմուկ գրուպի կառուցած շենքերում, տես ովքեր են տնավորվել, մի քանի $100,000 հասնող, մի հատ տեսեք կառավարության ղեկավարը եւ կառավարությունը այսօր թափանցիկ չի աշխատում։ Վերջին 7 ամիսների ընթացքում առնվազն ուժային կառույցներից 7 հոգի հրաժարական են տվել։ Պարոն Սաֆարյան, խոսենք կարճատև գովազդային դադարից հետո, այո, եկեղեցու հետ կապված արդեն կարծես թե ասելիքը պարզ էր եւ հասկանանք ինչու են ուժային կառույցներում այդ փոփոխությունները շատ արագ տեղի ունենում։ Հարգելի հայրենակիցներ, կարճատև գովազդային դադար, որից հետո կվերադառնանք տաղավար։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։
Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծաներիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Սաֆարյան, Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին։ Համացանցում բազմաթիվ մեկնաբանություններ կան, արձագանքներ կան, հիշեցնում են, որ ով է ոստիկանապետը իր աշխատանքային այդ ընթացքում, աշխատանքի ընթացքում, ինչ ակցիաներ են եղել, ինչպես են դրանք մարվել, ընդդիմադիրների նկատմամբ վերաբերմունքը եւ այլն։ Ինչու է այսքան արագ ուժային կառույցներում փոփոխություններ տեղ ունենում։ Չի գտնում Նիկոլ Փաշինյանը արդյոք այն մեկին, ով կկարողանա օրենքը կիրառելի դարձնել մեր պետության ներսում։ Հստակ կարող եմ ասել, որ կառավարության աշխատանքը համակարգված չի եւ այդ բաստողումները գալիս են հենց դրանից։ Շատ դեպքերում կարող եմ ասել նաև եւ նախարարների ընտրության հարցում եւ առանձին գերատեսչությունների ընտրության հարցում, կadrերի հարցում, ինչու՞ չի նաև մարզպետների հարցում, ինչու՞ չի նաև շատ խնդիրների մեջ։ Նույնիսկ կան ընտրություններ, թեկուզ ասենք ռեկտորների ընտրությունները, որոնք բոլորս գիտենք ինչպես են ընտրվում։ Մեղմ ասած, իներցիայով շարունակվում է նախորդ կառավարությունների ավանդական, բայց ոչ բարոյական կամ մեծ ցանկալի ուրեմն ոճերը։ Ինչ խոսք, այո, կադրային բանկի մեծ ուրեմն լարացնելու կարիք կա լավագույն կադրերով, կադրերի սով կա, ինքն էլ գիտի, ինքն էլ է բազմիցս ասել, որ կադրային սով կա, բայց ոստիկանության համակարգում ասել կադրային սով կա, ես դա չեմ ընդունում, որովհետև ոստիկանության համակարգում կան հարյուրավոր փայլուն կադրային ոստիկաններ, որոնցից մեկն էլ հենց նախկին ոստիկան Արամ Հովհաննիսյանն էր։ Իմ, այսպես ասած, մոտեցումը հետևյալն է, որ վերջին համենայն դեպս 27 տարվա մեջ ես չեմ կարող իր
սառնասրտությամբ, սկզբունքայնությամբ, հասարակական կարգի պահպանության շատ խնդիրների հետ կապված ես չեմ կարող այդ անձնավորության հասցեին որևէ վատ բան ասել, ավելին նա նրանցից առաջ է լավ առումով մի քանի անգամ։ Բայց դե խնդիրը այլ է։ Կարծեմ նրա ազատման հրամանի հիմքում կան մի քանի անձնական պահեր, տղայի հետ կապված, Թե թոշակի է անցնում պարզապես, գնում է հանգստանալու։ Դե այդպես են անում, նախկինում էլ է այդպես եղել, մարդկանց վրա եղել է մի քանի միլիոնավոր դոլարների կաշառքի դեպքեր, մարդկանց վրա եղել է հանցակազմի, այդ թվում սպանությունների թաքցնելու դեպքեր, ոչ թե բացահայտելու, բայց ասել են դիմդ գրի թոշակի։ Դա արատավոր, ուրեմն ավանդույթ է, չէ, ինչպես ասում են, արատավոր պրակտիկա է, որը մինչև այժմ շարունակում է եւ Նիկոլ Փաշինյանը առայժմ յուրացրել է այդ դրանք, լավերը չի յուրացրել։ Վերջին 6-7 ամիսների ընթացքում, տեսեք, հիմա ես ինչ ասեմ, պիտի ասեմ կամ սուբյեկտիվ, կամ 100%-ով ճշմարտություն։ Մեր հասարակարգը սպասարկող, իրավակարգը սպասարկող բազմաթիվ ներկայացուցիչներ եղել են իմ հետ ունեցել են լավ հարաբերություններ։ Դա գալիս է կամ իրենց ծնողներից, կամ իրենցից։ Ասենք Պեկ եկամուտների նախագահ Ռոստամ Բադասյան, Վարդանի որդին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեսյան, որի հոր հետ ընկերություն եմ ունեցել, հատուկ քննչական ծառայության պետ Խաչատրյան, չգիտեմ, ոստիկանապետ Արման Սարգսյան, որի հայրիմ 40 տարվա ընկերն է, եւ այլ։ Հիմա ես պիտի ասեմ հետեւյալը. Եթե այդ մարդիկ թերացել են իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ, ապա կառավարության ղեկավարը պիտի լինի շատ թափանցիկ, տրանսպարենտ, պիտի լինի անկաշար, անկողմնակալ, սկզբունքային եւ երբեք պիտի ուրեմն անկողմնակալությունից այն կողմ չանցնի։ Նկատի ունեք նույն ոստիկանապետի որդու հետ կապված այդ աղմուկը, ինչ որ ոստիկանական տարածքների հետ կապված։ Եվ ոստիկանական տարածքների, եւ կարծեմ այնտեղ նաեւ վարորդական իրավունքների եւ այլը, ես չեմ ուզենա այդքան բան խորանալ, միգուցե ես ավելին գիտեմ, քան ունի շատերը, բայց դա պետք չի, ես դրա մեկնաբանը չեմ եւ առհասարակ ես շատ հարցերում էլ եկեղեցու հետ կապված էլ ես մի քանի բան ասեցի, որ ես չեմ կարող լինել նրանց գրեղ ինչ են ասում, այլանդակությունների կամ մեղքերի ջատագովը կամ մեկնաբանը։ Ես մի բան պիտի ասեմ, ես լինելով հոմենետմեն, նաև Փյունիկ ֆուտբոլային ակումբների հիմնադիր նախագահ, 1993 թվականին Բեյրութի Լիբանանի պատերազմից անմիջապես հետո առաջին պատվիրակությունը, որ ժամանել էր Լիբանան, եղել է հոմենետմեն ֆուտբոլային ակումբը, շուրջ 28-30 հոգի, եւ մեզ ընդունեց Կիլիկիո աթոռի տիրակալ Մեծիտան Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Սարգսյանը եւ դուք չեք պատկերացնում ես այդ ամբողջ տարածքը, այդ ամբողջ գետինը համբուրելով եմ գնացել եւ միշտ հիշելով Խրիմյան հայրիկի ասացվածքը Գարեգին Սրբանձյանի, որ իրենք լինելով հոգեորականներ բարձր դասի, բայց միշտ երկրպագել են հողը, միշտ երկրպագել են հայրենիքը, դրա մասին է խոսքը։ Գիտեք, մեր պետության տերերը այսօր, իրենք ասում են պետությունը դա մենք ենք, բայց երբ որ գալիս է պետությունը վտանգի մեջ, սա դասական ձևակերպում է, չէ, երբ որ գալիս է դիմում են ժողովրդին, ասում են հայրենիքը վտանգի մեջ է, առաջին օրինակը դուք պետք է ծառայեք։ Մեր երկրի ղեկավարները իրենց արժեհամակարգով, իրենց գործելակերպով, իրենց ընտանիքների տրադիցիաներով եւ իրենց պահվածքով չեն արժևորում պետության ղեկավար կամ պետական գործիչ լինելու այդ ամբողջ արժեհամակարգը։ Վերջերս մահացավ Ուրուգվայի նախագահը, գիտեք, ես ուղղակի այնպիսի հոգևոր ապրումներ ունեցա լավ առումով, օրինակելի է, բոլորը գիտեն նրա ապրած կյանքը, խորհրդանշանական կյանքով է ապրել։ Հիմա գալով այս պաշտոններին, պաշտոնաթողություններ ինչ խոսք պիտի լինեն, բայց մենք չգիտենք ինչու համար է պաշտոնաթող եղել Ռուստամ Բադասյանը։ Մենք չգիտենք ինչու համար է պաշտոնաթող եղել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեսյանը։ Մենք չգիտենք ինչու համար է պաշտոնաթող եղել
Արգիշտի Քարամյանը, չգիտենք ինչու համար է պաշտոնաթող եղել Արման Սարգսյանը, երեգել Արամ Հովանիսյանը, միգուցե հաջորդ եկողը, չգիտեմ, կարող է լավը լինել, բայց որ ինքն էլ ոստիկանության համակարգիչ է, ուսադիր տասնամյակներ շարունակ ուսադիր կրած անձնավորություն է, հույս է ներշնչում ասել, որ նա կարող է ապրել պետական շահով, իրավակարգը զերծ պահելու ցնցումներից եւ այդ հավատքով եւ այդ ուրեմն նշանաբանով կամ տեսլականով է մտնելու ոստիկանության շենք, դա այլ բան է, բայց այս նշանակումների եւ ազատումների այս արատավոր ավանդույթը ես խստագույնս դատապարտում եմ։ Այլապես դուրս է գալիս, որ ժողովուրդը ասում, այո, Սերժի Հակով կարած կոստյումը Նիկոլը հագել է եւ չի ուզում երբեք հրաժարվի։ Ուրեմն պատմության մեջ եղել են դեպքեր, որ մարդիկ ունեցել են հսկայական մեծ հեղինակություններ, բացի հեղինակությունը զրոյի է իջել։ Նապոլեոնի հայտնի ասացվածքը կա, որ ասել է մեծից մինչև ծիծաղելի մեկ քայլ է, մեկ ուրիշ բան հիմա ես ձեզ պիտի ասեմ, Լևոն Տեր-Պետրոսյանը շարնդալից մեծ պոկվելով, մեծ առավելությամբ ընտրվել է Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ։ Սակայն 96 թվականին ընդդիմադիր ուժերը միավորվելով, իմի գալով Լևոն Տեր-Պետրոսյանին չթողեցին դառնա նախագահ, ես ստիպված մեջտեղ եկան ուրեմն ուժային կառույցները, այդ թվում, որոնք հայտնի են եղել իրենց մարդասպանությամբ, իրենց այլանդակությունները, ուժային կառույցների ղեկավարները, չեմ երկնչում ասելուց, դուք գիտեք, մարդասպանությամբ եմ ասում, այն էլ ոչ թե մեկ, այլ բազում, եւ Լևոն Տեր-Պետրոսյանին դարձրեցին իրենց գերին, իրենց պատանդը, ստիպեցին նրան, որ հրաժարական չտա։ Մինչև այդ նույն մարդիկ ընդամենը 1.5 տարի անց Լևոն Տեր-Պետրոսյանին ստիպեցին, որ հրաժարական տա։ Նույնը վերաբերում է նաեւ Ռոբերտ Քոչարյանին, երկու անգամ այդ մարդը առանց ընտրվելու, կեղծելով ընտրությունների արդյունքները դարձավ նախագահ։ Նույնը վերաբերում է նաև Սերժ Սարգսյանին, նույնը վերաբերում է Բակո Սահակյանին, ինչ է նշանակում Արցախի հանրապետության սահմանադրությամբ նախագահը կարող է երկու անգամ լինել, մեկ մարդը նախագահ, իրենց բոստանը սարքեցին 2017 թվականին նրան օժտելով 3 տարվա նորից նախագահական լիազորություններով։ Ահա սա է, որ ուրեմն մենք գնում ենք դեպի բռնապետություն, մեր երկրում կառավարական գերատեսչությունները իրենց գործառույթները հստակ չեն տարանջատել եւ նույնիսկ ասեմ ավելին, մեր երկրում եւ պատգամավորները եւ նախարարների մեծ մասը, ճնշող մեծամասնությունը, այդ թվում նաեւ ընդդիմության եւ այդ երկու գրպանային խմբակցությունները դեռևս հստակ չգիտեն, որ մեր երկիրը խորհրդարանական երկիր է։ Մեր երկիրը պետք է կառավարվի խորհրդարանից դուրս եկած ցանկացած ուրեմն կանոնակարգով խորհրդարանից դուրս եկած ցանկացած որոշմամբ եւ ընդունված ցանկացած օրենքով։ Նույնն էլ վերաբերում է նաեւ բանակին։ Հիմա ինձ հարց եք տալիս, ես պիտի ասեմ, ինչ եք ասում, ո՞րն է ելքը։ Ելքը ընդամենը երկուսն է։ Համազգային միասնություն, համազգային համախմբվածություն եւ առաջին հերթին եկեղեցի կառավարություն, հարաբերությունները պետք է լինեն ներդաշնակ, այդ երկխոսությունը պետք է լինի կիրթ ձևով, բարեկիրթ ձևով, եւ երկրորդը մեր բանակի մարտունակության, մեր բանակի տեխնիկական հագեցվածության օրավոր բարձրացումը, ունենք մեր դրա հնարավորությունները, այո, ես ասում եմ, դարձյալ բերեմ այն գեներալիտետի խոսքը, շուրջ ավելի 1 տասնյակից ավել, որոնք ասում են, եթե մեր բանակը լինի անհրաժեշտ զինվածության, բերվի անհրաժեշտ զինվածության եւ մարտունակության տեսքի, մենք ձեզ վստահեցնում ենք, որ ադրբեջանական բանակը իզորու չի մեր հանդեպ կատարելու, ուրեմն ոչ թե սահմանային ոտնձգություն, այլ նաեւ ուրեմն մենք պատրաստ ենք արժանի հակահարված տալու եւ նույնիսկ իրենք բերեցին, ես վերջացնում եմ, կարծեմ մեր ժամանակը սպառվել է, ի պատիվ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի, որը մի քանի անգամ վարչապետին զեկուցել է, որ մենք դեռևս չենք գտնում այն աստիճանի, որ կարողանանք թշնամուն դիմակայել, բայց դա անտեսվել է, նա մի քանի զեկուցների, իհարկե նա հետևողական չի գտնվել իր ասածների մեջ եւ տեսնում եք կառավարության նիստում Տոնոյանի հայտարարությունը նոր պատերազմ, նոր
տարածքներ։ Այ հենց սա է այս գրեհկաբան, այս ճռոմախոսությունը, ամբողջավանությունը, գիտեք ինչ, ես մի հոդված եմ ուզում գրեմ։ Մաուզերիզմը եւ զորբայությունը հայոց պետականության եւ մեր կառավարական շրջանակներում, թե ինչպես է բուն դրել մաուզերիզմը եւ զորբայությունը եւ նաեւ այդ անկշտում ագահությունը այդ անգլերեն դրանց ասում են որ պրոֆիտերներ էլ այդ պատերազմը չարաշահողները չէ այդ մանվելները մոնվելները չէ գեներալիտետը չէ կար չէ բալաստը որոնք ասում են մենք ենք որ կանք ոնց որ Ռոբերտ Քոչարյանն է ասում մենք 150,000-ով կռվել ենք 8 միլիոնի դեմ կամ Հայաստանից միայն Վազգեն Սարգսյանն այս արատավոր երևույթների արչեւը մենք պետք է մեկը միշտ փակենք եթե Նիկոլ Փաշինյանը գտնում է որ ինքը լինելով կառավարության ղեկավար կանչի եկեղեցու հոգևոր դասերին թեկուզ դա կարող են ընտրել փոխադարձ համաձայնությամբ նույն էլ կառավարության անդամներին եթե նա համարում է շատ ցածր իր զբաղեցրած դիրքից, իր արժեհամակարգից կամ չգիտեմ իր պատվից, ապա ես պիտի ասեմ, որ նա խստագույնս սխալվում է։ Եթե Գարեգին Սրբազանը, Գարեգին Վեհափարը իրեն իրավունք է վերապահում չընթարկվելու կառավարությանը կամ իրեն հայտարարում է օրենքից դուրս եւ ինքը կարող է գնալ շվեյցարիաներում կամ մոսկվաներում կամ մեր նախորդ ռևանշիստական ղեկավարների հետ ինչ ուզենա, ինչ խոսակցություն ուզենա տանի, ես պիտի ասեմ չարաչար սխալվում է։ Դրանից այն կողմ անբարոյականություն չկա։ Այո, եթե եկեղեցու հոգևոր հայրերը ունեն արտահամուսնական կյանք, ունեն ստվերային ընտանիքներ, նրանք իրավունք չունեն ուրեմն շոշափելու կամ քայլելու մայր աթոռի ոչ միայն մայր աթոռի հայրաքելական եկեղեցու ցանկացած օբյեկտ նրանք իրավունք չունեն ոտք դնելու։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Սաֆարյան, Ես եմ շնորհակալ։ բովանդակալից հաղորդման համար մեր ժամանակը մոտեցավ ավարտին։ Հետևենք զարգացումներին, հարկ լինելու դեպքում մենք այս տաղավարում հանդիպում ենք։ Հայրերի հայրենակիցներ այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։